Բարև ձեզ, եկեք այսօր ուսումնասիրենք բասի բանալին կամ այլ կերպ ֆայի բանալին։ Ինչու է կոչվում ֆայի բանալի, հիմա կհասկանանք։ Մենք ունենք հնգագիծ, չորրորդ գծի վրա գրվում է ֆա հնչյունը։ Բասի բանալին մենք ևս սկսում ենք գրել չորրորդ գծից, հետևաբար բանալին ևս կոչվում է ֆա, ֆայի բանալի։ Ինչպես հիշում եք, ջութակի բանալին մենք սկսում ենք գրել երկրորդ գծից և հնչյունը, որը գրվում է երկրորդ գծի վրա, կոչվում է սոլ։ Հետևաբար երբեմն ջութակի բանալին անվանում ենք նաև սոլի բանալի, երբեմն չէ, շատ հաճախ անվանում ենք սոլի բանալի, բայց ջութակի բանալի է ևս կոչվում։ Նույն բանը ինչ-որ ֆայի բանալին գրվում է չորրորդ գծի վրա, գծից սկսած, չորրորդ գծի վրա գրվում է նաև ֆա հնչյունը։ Հիմա նայեք, մենք գիտենք, որ սա ֆա հնչյունն է, ֆա հնչյունից մեկ աստիճան վերև կլինի սոլը, սոլ հնչյունը, ֆայից հետո սոլ հնչյունն է, եթե հիշում եք սոլ։ Ֆայից մի աստիճան ներքև կլինի մի, չէ՞ որ մի ֆա սոլ, մի ֆա սոլ։ Հիմա բասի բանալին նայելով մենք արդեն իսկ ծանոթացանք երեք հնչյունների հետ։ Մին, որը գտնվում է երրորդ և չորրորդ գծերի արանքում, ֆան, որը գտնվում է չորրորդ գծի վրա, և սոլը, որը գտնվում է չորրորդ և հինգերորդ գծերի արանքում։ Նայեք, բասի բանալի տեսքը այսպիսին է, չորրորդ գծի վրա մի փոքրիկ կետիկ ենք անում և հարցական նշանի տեսք ունի, կարծես հարցական նշան ենք գրում և ունի երկու այսպիսի կետեր, որոնք գրվում են երրորդ, չորրորդ գծերի արանքում և չորրորդ, հինգերորդ գծերի արանքում։ Ահա, մի, ֆա, սոլ, երեք հնչյուններ մենք արդեն բասի բանալին նայելով արդեն գիտենք երեք հնչյուններ։ Խնդրում եմ չմոռանաք։ Նայեք, մի քանի օկտավաներ կան, որոնք շատ հարմար են բասի բանալիում գրելը, օրինակ փոքր օկտավան։ Նայեք, դոն փոքր օկտավայի գրվում է երկրորդ և երրորդ գծերի արանքում, ռեն երրորդ գծի վրա, մին, նայեք այս կետիկը հիշում եք, մի հնչյունն է, մենք արդեն սովորել ենք, որ երրորդ և չորրորդ գծերի արանքում մի հնչյունն է։ Ֆան ինչու եմ կարմիր գրիչով ընդգծել, երևի դուք արդեն կռահում եք։ Սոլը մենք արդեն ուսումնասիրել էինք, որ գտնվում է չորրորդ և հինգերորդ գծերի արանքում, լյան հինգերորդ գծի վրա, սին կպած հինգերորդ գծին, կարծես նստած է հինգերորդ գծի վրա։ Սա փոքր օկտավայի հնչյուններն են։ Ես հետո ավելի շուտ ձեզ ավելի հարմար տարբերակ կառաջարկեմ, եթե փոքրիկ երեխաներ ունեք, որ երաժշտությամբ են զբաղվում, նրանց համար ավելի հեշտ կլինի այդ տարբերակով սովորելը բասի բանալի հնչյունները։ Հիմա եկեք նայենք առաջին օկտավայի նոտաները, որոնք ևս գրվում են բասի բանալիում։ Օրինակ այս հնչյունը դոն, ինչու եմ ես կարմիր գրիչով ներկել, քանի որ բասի բանալիում և սոլի բանալիում դոն գրվում է այստեղ, ուղղակի սոլի բանալիում գրվում է ներքևի հատվածում, իսկ բասի բանալիում առաջին օկտավայի դոն գրվում է վերևի հատվածում։ Հասկացաք, հնգագծից վերև, սոլի բանալիում հնգագծից ներքև, օժանդակ գծի վրա է գրվում, նույնությամբ չի փոխվում, դրա համար էլ կարմիր գրիչով ընդգծել եմ, ներկել եմ։ Ռե հնչյունը, նայեք, օժանդակ գծի վրա է գրվում առաջին օկտավայի ռեն։ Մին երկու օժանդակ գծեր կան, երկրորդ օժանդակ գծի վրա գրվում է մի հնչյունը։ Ֆան ունի երկու օժանդակ գիծ, բայց գծի վրա նստած, կարծես թե գծին նստած լինի ֆա հնչյունը, իսկ սոլը առաջին օկտավայի ունի
3 օժանդակ գծեր, երրորդ գծի վրա գրվում է սոլ հնչյունը։ Նայեք, մենք առաջին օկտավայի նոտաները իհարկե բասի բանալիում ուսումնասիրում ենք, պետք է իմանանք, բայց հիմնականում գրում ենք սոլի բանալիում, որտեվ ավելի հեշտ է սոլի բանալիում կարդալ։ Իսկ հիմա ուսումնասիրենք մեծ օկտավան։ Դոն ունի երկու օժանդակ գծեր։ Ռեն գրվում է օժանդակ գծի տակ։ Մեկ օժանդակ գիծ ունի և գծի տակ գրվում է ռեն։ Մին նայեք սոլի բանալի դոյին է նման, բայց բասի բանալիում այս հնչյունը կոչվում է մի հնչյունն է։ Առաջին գծի տակ գրվում է ֆա հնչյունը։ Սոլը գրվում է առաջին գծի վրա։ Լյան գրվում է առաջին և երկրորդ գծերի արանքում, իսկ սին գրվում է երկրորդ գծի վրա։ Իսկ հիմա եկեք ավելի հեշտ բացատրեմ մատերի վրա, այսինքն փոքր երեխաների համար իհարկե ավելի հեշտ կլինի այս տարբերակը, որը որ կառաջարկեմ ձեզ։ Նայեք, մենք ունենք հնգագիծ և ունենք 5 մատ։ Առաջին գիծը կլինի առաջին մատը, երկրորդ գիծը երկրորդ մատը, երրորդը երրորդ գիծը, չորրորդ գիծը և հինգերորդ գիծը։ Եկեք նայենք, որ գծերի վրա մենք ունենք հնչյուններ։ Օրինակ, առաջին գծի վրա սոլ հնչյունն է, երկրորդ գծի վրա սին է, երրորդ գծի վրա ռեն է, չորրորդինը ֆան, հինգերորդինը լյան։ Հիմա նայեք, մատների վրա բալիկներին, երեխաներին սովորացնում ենք։ Առաջին գծի վրա գրվում է սոլ հնչյունը, երկրորդ գծի վրա գրվում է սի հնչյունը, երրորդ գծի վրա գրվում է ռե հնչյունը, չորրորդ գծին ֆան, հինգերորդ գծին լյան, հինգերորդը լյան է, չորրորդը ֆան է, երրորդը ռեն է, երկրորդը սին է, առաջինը սոլը։ Մատիկների վրա բալիկների, եթե փոքր են, շատ հեշտ կլինի ձեռքերի վրա սովորացնել բասի բանալի հնչյունները, բայց մենք ունենք հնչյունները գրվում են ոչ միայն գծերի վրա, այլ նաև արանքում, օրինակ առաջին և երկրորդ գծերի արանքում լյա հնչյունն է, երկրորդ և երրորդ գծերի արանքում դո հնչյունն է, երրորդ և չորրորդ գծերի արանքում մին, սոլն էլ կլինի սոլ, չորրորդ և հինգերորդ գծերի արանքում։ Հիմա նայեք մատերի վրա, առաջին և երկրորդ գծերի մատիկների արանքում կլինի մեր լյա հնչյունը, երկրորդ և երրորդ մատերի արանքում կլինի դո հնչյունը, երրորդ և չորրորդ մատիկների արանքում կլինի մի հնչյունը և չորրորդ և հինգերորդ մատիկների արանքում կլինի սոլ հնչյունը։ Ուրեմն մենք վերցնում ենք մատները և փորձում ենք մատերի օգնությամբ սովորել բասի բանալի հնչյունները։ Առաջին գծի վրա, առաջին մատիկի վրա գրվում է սոլ հնչյունը, երկրորդը սին, երրորդը ռեն, չորրորդը ֆան, հինգերորդը լյան։ Առաջինի երկրորդի արանքում գտնվում է լյան, երկրորդի և երրորդի արանքում դոն, երրորդի և չորրորդի արանքում մին, չորրորդի և հինգերորդի արանքում սոլ։ Ուրեմն մենք ինչ հասկացանք, բասի բանալին կամ մեր ֆայի բանալին նայելով նույնիսկ մենք կարող ենք 3 հնչյուն հիշել, դա ֆան է, մին և սոլը, արդեն 3 հնչյուններ բասի բանալին մեզ հուշում է, սոլը, ֆան և մին։ Մնացածը արդեն մատիկների օգնությամբ, եթե փոքր են երեխաները, իրենց իհարկե ավելի հեշտ կլինի։